ընթացքում ընտրախախտումներ, ընտրական ճնշումներ են որ տեղի ունեցել, ինչ կասեք այս մասով, ինչ եք դուք տեսել, ինչ խախտումներ են եղել, ինչպիսի ճնշումներ են եղել։ Նախ առիթից օգտվելով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիկին Անժելա Թովմասյանին այս հարթակում հնարավորություն տալու համար, որպեսզի կարողանանք խնդիրները բարձրաձայնել եւ դրանց լուծումները համարժեք լուծումները եւ քաղաքական գնահատական տալ, ուզում եմ առանձնակի շնորհավորել մեր ընդդիմադիր բոլոր առաջնորդներին այս ջախջախիչ հաղթանակը տանելու համար Մասնավորապես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Սամվել Կարապետյանին, պարոն Ռոբերտ Քոչարյանին եւ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ այսքան ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում իրենց համար առաջնային դասեցին հայրենիքը եւ տեսեք ընտրախախտումների վերաբերյալ կամ բազմաթիվ ապացույցներ, նշեմ, որ ես հետևում եմ Facebook-յան, այդ սոցիալական ցանցերով, որ ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները նորից վերահաշվարկ անում, նախորդ օրը ես տեսա, որ պարոն Քոչարյանը դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, նախ մեր հայ ժողովրդին ուզում եմ ասել ժողովուրդ, պայքարը դեռ չի վերջացել, ասեմ ավելին, շտապեցնեմ ՔՊ-ին հիասթափեցնել, պայքարը նոր է սկսվում որովհետև նրանք չունենալով այս պահին սահմանադրական մեծամասնություն ամեն ինչի, ամեն բռնաճնշման ընդունակ են, ես ուզում եմ ՔՊ-ին հարց տամ, այդ իրենց կարկառոն դեմքերին, այդ որ ձեր առաջնորդը, ձեր ղեկավարը հայտարարում էր նախընտրական շրջանում, որ եթե ժողովուրդ մենք մեր ուզած սահմանադրական մեծամասնությունը չկազմենք, սեպտեմբերին պատերազմ ալնելու, բա հիմա հարց եմ ուղղում, տհաս, սեպտեմբերին հիմա պատերազմ լինելու, որովհետև դուք սահմանադրական մեծամասնություն այլևս չունեք եւ չեք ունենալու Հարգելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, ով տոտալ բռնաճնշումներով, զանգվածային ձերբակալություններով, քաղաքացիներին վախի, շանտաժի մթնոլորտում պահելով, ուզում է ուզուրպացնել մեր ժողովրդի իշխանությունը, բայց շտապեմ կրկին հիասթափեցնել ՔՊ-ին, մեր պայքարը դեռ նոր է սկսվում, դուք չգիտեք, թե մենք ընդդիմադիր ազգային մտածելակերպ ունեցող ուժերով ինչպիսի նվիրված ենք մեր հայրենիքին նախորդ օրը ես տեսա թե ինչպես է գենշտաբի պետը ով ցավոք սրտի ինձ հայրենակից է Արցախից է ու հայտարարում է որ ընտրությունների օրը բանակը ոչ մի օրինազանցություն թույլ չի տվել Էդվարդ Ասերյան, ես քեզ Էդո եմ ասում, որովհետև դու արժան չես գեներալի այդ պատվավոր կոչմանը, բա այդքան արձանագրությունները որ կար, գիշերը ժամը արդեն 12-ներ, 1-ներ լինում, բոլոր ընտրատեղամասերը փակ էին, բայց այնինչ զինվորականները բանակը քվեարկում էր, այսինքն դա ինչ է նշանակում, որ իրենց իրենց խոսքը իրենց ասացի հետ չի փոխկապակցվում, այսինքն ինքը երեք ամբողջ այդ պատասխանատվությունը մենք բոլորս տեսանք, որ գցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա այդ ջրից չոր դուրս գալու համար եւ այստեղ տեսեք կարեւոր է նշել այն հանգամանքը որ մեր ընտրատեղամասերում անհրաժեշտ քանակությամբ ձայները ընդդիմադիր ուժերից բոլոր ուժերից վերցվել են ինչ որ անցողիկ շեմը չհաղթահարած չգիտեմ այնտեղ ինչ քաղաքական գործիչների են ձայները պատահականության սկզբունքով ուժեղ Հայաստանի ձայները գնացել է շնորհապետականին ոնց հասկանանք հիմա սա առնվազն սա այս իրավիճակը արժանի է քաղաքական եւ իրավական գնահատականի քանի որ տեսեք բոլոր հանրապետության բոլոր 2005 ընտրատեղամասերում ես վստահ եմ որ եղել են ընտրախախտումներ եւ զանգվածային ընտրախախտումներ ինչը ավելի է մեր կասկածները փարատում որ Նիկոլ Փաշինյանը
զավթում է իշխանությունը, այնին ժողովուրդը իրեն քվետ չի տվել սահմանադրություն փոխելու համար, ժողովուրդը իրեն քվետ չի տվել այդ Սյունիքի հարցը լուծելու համար, ժողովուրդը քվետ չի տվել 300,000 ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցնելու համար։ Ես ուզում եմ ուղիղ տեսախցիկների առջև հարց տալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լուրջ եք ասում, նենց դեմքեր էր ձեր դեմքերը այդ օրա գիշերը ընտրությունների գիշերը կամ ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված իրենք բան են անում իրենց շռնդալից հաղթանակի մասին։ Իա իրոք ոնց հասկանանք ձեր այդ վիճակը, այսինքն գիտեք սա մի իրավիճակ է ստեղծվել եւ իրենք գողանում են ընդդիմադիր քաղաքացիների հաղթանակը քվեն։ Տեսեք ինչպիսի այլանդակությունների են ընդունակ այս իշխանությունները։ Լավ, հարգելի հայրենակիցներ, որքանով էլ որ ես փորձում եմ ինձ զերծ մնալ կամ ձեռնպահ մնալ այդ հարցը, բայց պիտի այդ հարցը տամ։ Ինչի համար երրորդ անգամ մանդատ տվեցիք այդ նույն անձնավորությանը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ ավելի խորացնի բռնաճնշումները, որ Արցախը ազատագրած մեր հայրենիքը շուրջ 10 տարի անվտանգ պահած առաջնորդին ձերբակալի, թե որ ազգային բարերարներին, ազգային մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներին, ինչպես ինքն է ասում, կզզացնելու եմ դրա համար երրորդ անգամ է ձեր վստահության քվեն տվեցիք։ Ինչի՞ Այո, միանշանակ էս ամեն ինչը կեղծված է եւ ուզում եմ անդրադառնալ հենց այդ կեղծիքներին, որ ախր ուղեղիս մեջ ախր գիտակցությանս ու ենթագիտակցությանս մեջ չի տեղավորում, ոնց կարելի է լավ գոնե հաշվարկ անելուց այնպես հաշվարկ անեք, որ ձեր սուտը ժողովուրդը որ ասма չզգար Տիգրան Մուկուչյանը Երանի կտարեն ժամանակ հիմա լիներ ավելի եմ որ ասած, բայց ստեղ ավելի ես ուզում եմ անդրադառնամ ընտրակեղծիքների վրա, ես ունեմ մի տեսագրություն, եթե իհարկե թույլ կտաք, ես կարող եմ ցույց տալ, թե ինչպես են ընդդիմադիր ձայներ ունեցող քաղաքացիների քվյա թերթիկները հանում, մկրատով կտրում, այսինքն դուք ինչպես որ այդ մկրատով կտրում եք այդ քվյա թերթիկ ընդդիմադիր քաղաքացիների, այնպես էլ մկրատով մեր հայրենիքն եք, հա, մասնատել, մեր ամբողջական հայրենիքը Արցախը առաջ սկզբում, հիմա Հայաստանի Հանրապետությունը, բայց տեսեք, այդ զանգվածային ձերբակալություններ, ես 3 անգամ տեսա, որ Գագիկ Ծառուկյանի վրա քրեական գործ են հարուցել, որովհետև իրենք տեսնում են, որ իրենք սահմանադրական մեծամասնություն այլևս չունեն, եւ այլևս այդ 2021 թվականի մեծամասնությունը չեն կարողանում խորհրդան ապահովել եւ ինչ Փոխարենը տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը ենթարկվում են բռնաճնշումների, բայց նորից եմ ասում, մեր պայքարը անկասելի է, ասեմ ավելի նոր ենք սկսում մենք հələ դեռ սպասում ենք ամսի 14-ին ոնց որ հայտարարվեց վերջնական արդյունքները կլինի եւ པարզ կլինի հետագա անելիքները, երեք մեր ընդդիմադիր գործիչները խոսեցին եւ ասեցին մենք դեռ սպասում ենք այդ արդյունքները, որտեղ վերահաշվարկ է տեղի ունենում ավելի քան 80 քանի ընտրատեղամասերում եւ այդ արդյունքները ունենալուց հետո ընդդիմադիր ճակատը հանդես գա մեկ միասնական օրակարգով, իսկ հիմա այս պայդրությամբ ժողովուրդ կոչս ձեզ չէ հիասթափվել, սա այն վիճակը չէ, եթե մենք հիասթափվեցինք, մենք անկախ ակամա թե ակամա մենք ջուր կլցնենք իշխանության ջրաղացին եւ դա ում է ձեռնտու, իհարկե միմիայն իշխանությանը, ես շատ մեծ ոգևորությամբ հաղթանակի այն սպասումով, որ լինելու է առաջիկայում, անելու ենք, սա չի մարսվելու, դուք չեք տեսնում, ովքեր են Նիկոլ Փաշինյանին շնորհավորում, այն անձնավորություններն են շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, ովքեր կանգնած են իր թիկունքին, շտապ է ձեզ տեղեկացնել, որ հավաքական արևմուտքը, այդ իր շնորհավորանքներով, այդ իր, չգիտեմ, որ հլը անցողիկ շեմը պարզ չէր, ինքը ԿՊ-ն հաղթահարելա
թե չէ գիշերը արդեն իրենց հաղթանակն էին կնքում, շամպանիներ էին տրաքացնում, այդ մոռացաք որ ձեր քաղաքականության արդյունքում է այսօր այդ 5000 տղաները հանգչում Եռաբլուրում եւ եթե մենք այս անգամ պայքարը տանուլ տվեցինք մենք ինչ սրտով եւ ինչ խղճով ենք բարձրանալու Եռաբլուր դուք հասկանում եք հարգելի հայրենակիցներ այսօր մի իրավիճակ է ստեղծվել երբ որ ձեզ փորձում են մոլորեցնել ինչ որ Վահագն Ալեքսանյան կոչված անձնավորությունը երեք մի հայտարարություն անում ասում է գիտեք ժողովուրդ այս ձայների վերահաշվարկի արդյունքում 900 ձայն ավելացավ ԿՊԻ քաղաքապայմանագիր կուսակցության օգտին։ Վահագն Ալեքսանյան լուրջ ես ասում։ Ինչ է ձեզ թվում է թե ժողովուրդը թմբիրում է չի հասկանում թե դուք ինչ գործողություններ եք ուզում կատարել։ Ձեր նման ձկներին են ժողովուրդը կանսերվա արել ուղարկել որ ասում է քաղաքական իրենց հանգստին դուք չեք լինելու իշխանության մեկ այդ հարցը ակնհայտ է որ չեք լինելու ես տեսնում եմ որ Ռուսաստանի Դաշնությունը այս թերևս այս ժամանակահատվածում ձեռնպահ է մնում այս գործընթացներին ինչ որ գնահատական տալ բայց բոլորս էլ հասկանում ենք որ այս մարդը ընդունված չի սա անգամ եթե նույնիսկ անգամ իշխանությունից մենք հեռացնենք իսկ դա լինելու է անգամ իր տերերը իրեն չեն ընդունելու Նա ինչ պիտի ասի, նա ինչ սրտով է, հիմա ժողովրդի քվեն գողացել է, դուրս է գալի ժողովրդին ասում է մենք ստացել ենք մանդատ եւ վերջապես թրիփը ոտքի վրա կարող ենք իրականություն դու ես այսօր տեսնում եմ որ արդեն իրենք պաշտոններ են իրենք իրենց մեջ բաշխում դեռ չգիտեն թե ինչ է լինելու սակայն իրենք իրենց մեջ արդեն պաշտոններ են բաշխում են մեկը կռիվ է տալիս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու այս է ԿՊ-ն սա է նրանք ոչ մի պետական այս 8 տարում ոչ մի պետական մտածելակերպ չունեցող անձնավորություն են։ Եթե նրանք այս նույն սցենարը 96 թվականի սցենարն է, նույն 96 թվականի սցենարը հիմա է կրկնվում։ Երբ որ մենք հիմա պետք է մենք կարողանանք հաղթահարել նիկոլիզմը, իսկ նիկոլիզմը դարի ամենամեծագույն հիվանդությունն է։ Նիկոլախտով տառապող այսօր մարդիկ կան, երբ որ ես դուրս եմ գալիս փողոց նայում եմ, տեսնում նրանց ժպիտը, նրանց հիացմունքը, թե իրենք քվեարկեցին ԿՊ-ին եւս ով քվեարկել է ԿՊ-ի օգտին, հարգելի հայրենակիցներ, նա քվեարկել է իր երեխային, թոռանը, իր ընտանիքի անդամներին Ադրբեջանի քաղաքացիների հետ մեկ հարկի տակ ապրելու օգտին։ Եվ սա միայն ես չեմ ասում, սա բոլոր ընդդիմադիր մեր գործիչներն եմ ասում, իսկ մեր ընդդիմադիր գործիչներին եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում եմ մեր տարած ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ, քանի որ այդ 700 քանի հազար թիվը բոլորս էլ Պարզ մտածելակերպ ունեցող քաղաքացիներով հասկանում ենք, որ դա նկարած թիվ է։ Ով կարող է պատկերացնել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ղեկավարին շուրջ 200 քառակուսի կիլոմետր մեր ինքնիշխան տարածքից հանձնած ղեկավարին, այդքան զոհերը տված ղեկավարին նորից երրորդ անգամ քվեարկեն քաղաք, այսինքն մեր ժողովուրդը ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը քվեարկել է իրեն դահիճի օգտին։ Դա պատմության մեջ չլսված բան է, երբ որ ինքը բացարձակ չունենալով բացարձակ մեծամասնություն հայտարարում է, որ իրեն կձևավորեն միանձնյա կառավարություն, լուրջ եք ասում, այսինքն դուք պատրաստ եք որոշումներ ընդունել, հակահայկական որոշումներ ընդունել, ի հաշիվ ձեր աթոռների ու ձեր զբաղեցրած պաշտոնների թույլ չենք տալու։ Այս անգամ հաստատ իմացեք, որ թույլ չենք տալու, կներեք, եւ այս ընթացքում մենք դեռ վերահաշվարկ է գնում, դեռ մենք վերջնական արդյունքներ։ Ես երեք նայում եմ թվերը ապշում եմ ամեն ընտրատեղամասից, միայն 4 ընտրատեղամասից Բարգավաճ Հայաստանը 120 ձայն է հետ բերել, ժողովուրդ դուք գիտեք։ 4 ընտրատեղամասից Բարգավաճ Հայաստանը 120 ձայն է հետ բերել, այնինչ դեռ հələ մենք 4 հələ 2005 ընտրատեղամասերից տեսեք որքան ընտրակեղծիքներ են եղել ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, գլխավոր շտաբի պետը ասում են
որևիցե խնդիր չի եղել, ոնց թե զինվորները իրենց հասանելիք ժամին են քվեարկել, այնտեղից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահացման, բա դուրը փակեինք զինվորների վրա։ Այո, փակեինք, որովհետև գոյություն ունի օրենսդրություն։ Օրենսդրությունը ձեզ թույլ չի տալիս 20:00-ից հետո քաղաքացիներին, անկախ նրանից նա ինչ կարգավիճակ ունեցող քաղաքացի է, զինվոր է թե հասարակ պարզ քաղաքացի, նա իրավունք չունի 20:00-ից հետո մասնակցել քվեարկության։ Մեկ բան ակնհայտ է, որ տեղի ունեցել զանգվածային ընտրակեղծիքներ։ Դրա մասին մեր բոլոր գործընկերները հայտարարում են ընդդիմադիր, եւ ուզում եմ ժողովուրդ ձեզ հարցնամ, դուք քվեարկել եք այն մարդու օգտին, ով որ ձեր գլխին աղետ ու պատերազմա բերել, ով իր, այսպես ասած, սատելիտներին լցնում է իր կողքը, պաշտոնների է նշանակում, հեսա հիմա դուք գիտեք, ամսի 18-ին Արևմտյան Ադրբեջան խորագրով ես անցյալ իմ հանդիպմանը ասացի, որ Արևմտյան Ադրբեջան խորագրով Ադրբեջանը կոնֆերանսա, ինչ որ միջոցառում է կազմակերպելու, հիմա կտեսնեք ձեր ընտրյալը, տեսեք ոնց է ձեզ հրամցնում, որ չէ ժողովուրդ, Ալեն Սիմոնյանը հենց նույն այդ անձնավորությունը ասում էր, պետք է գալու է մի ժամանակ, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն ապրել մի երկրում, մի մշակույթով, այսինքն իրենց այդ 5000 տղաներն էին խանգարում։ Ինչ ասել է, թե մենք պետք է համակերպվենք այդ։ Մենք չենք համակերպվում, անգամ այս ընտրությունների արդյունքների հետ ընտրական Հայաստանում, ինչպես մեր քաղաքական թիմի առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանն է ասում, փոփոխությունները դեռ նոր են գալիս։ Ձեզ չթվա, որ դուք այսպես իշխանությունը ուզուրպացրեցիք, այս ընտրակեղծարարությամբ դուք առաջ եք գնալու։ Ես ուզում եմ ձեզ մի տեսագրություն ցույց տալ։ Այստեղ ունեմ մի տեսագրություն, թե ինչպես է, ուրեմն չգիտեմ, Facebook-յան, TikTok-յան հարթակից եմ այդ տեսագրությունը վերցրել, ինչպես են կտրտում այդ թերթիկները, ընդդիմադիր քվեարկություն տված քաղաքացիների այդ թերթիկները, ու այդ թերթիկները դեն նետում։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից վեր է, տեսեք հարգելի հայրենակիցներ, տեսեք, ինչպես է տեղի ունենում իշխանազավթումը։ Սա այն Հայաստանն է, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ձեռքերս կկտրեմ, բայց ընտրակեղծարարություն տեղի չի ունենա։ Հասկանում եք հարգելի հայրենակիցներ, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ ասում են դե հիմա ինքը պիտի իր ձեռքերը կտրի, բա ինչի՞ չի կտրում իր ձեռքերը, եթե այս ամեն ինչը տեղի ունենում հենց իր կառավարման ժամանակաշրջանում ինքը մեղադրում էր նախկիններին, ասում էր նախկինների ժամանակ էլ են ընտրակեղծարարություն տեղի ունեցել։ Ես ուզում եմ մի հարց տամ, որ մի նախկին իշխանությունների ժամանակ են զինվորականներին 20:00-ում լրացած բերել քվեարկության։ Դուք հարց եմ տալիս։ Այդքան որ դուք քննադատում եք նախկին իշխանություններին, հարցը սողում եմ չվարչապետին, ինքնահռչակ կառավարությանը, որը ասենց դուրս են եկել, իրենց հռչակել են իշխանություն, ալֆա եւ օմեգայի իշխանություն, եւ այսօր ասում են մենք ժողովրդի ընտրյալն ենք, ինչ ընտրյալ եք դուք, ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել, դուք անգամ անցողի գշեմը չհաղթահարելով, այդ ընտրակեղծիքներով ուզում եք ուզուրպացնել ժողովրդի իշխանությունը, բայց լավ իմացեք, դուք արյունով եք եկել, դուք 2008 թվականի մարտի 1-ը ձեզ վառ օրինակ, դա դուք հրահարեցիք եւ այսօր մարտի 1-ը ուզում եք որևիցե նախկին քաղաքական պաշտոնյայի գրպանը գցելով պահպանել իշխանությունը, երկար չի տևելու, ինձ չի թվում, որ դուք կարողանալու եք այս տեմպերով երկար շարունակեք։ Անգամ ձեր տերերը լավ են հասկանում, որ ձեր իշխանությունը արդեն մայրամուտի շեմին է, դուք չունեք այդ իշխանությունը, որ ունեիք 2018 թվականին։ Եվ այդ 18 թվականի չարաբաստիկ գունավոր հեղափոխությունը մեզ դաս կլինի մեր երկրին, մեր քաղաքացիներին, որ մենք եւս մեկ անգամ այդ սխալը թույլ չտանք։ Տեսեք, ես ցույց տվեցի այդ տեսագրությունը, որ կտրում են այդ քվեաթերթիկները, ովքեր որ ընդդիմադիր քաղաքացիներին են ձայն տվել, եւ այդ քվեաթերթիկների հետ իրենց այսինքն իշխանությանը ամեն ինչ թույլ է տրվում, ամեն այլանդակություն ու լկտիություն։
Երեք արդյունքները նայում են, մարդիկ վերահաշվարկ են անում, տեսեք քանի հատ վավեր քվեաթերթիկ դիտավորյալ դարձրել են ընդդիմադիր քվեաթերթիկներից անվավեր, որպեսզի ընդդիմադիր քաղաքական գործիչներից ես երևի եթե վերջնական արդյունքները ամփոփվի, իհարկե Աստված եմ կանչում, երևի Սամվել Կարապետյանը այ ինչպես ինքն էր ասում հաջորդ կառավարության նիստ ինքը պետք է վարի, ուրեմն այդպես պետք է լինի, որովհետև ընդդիմադիր քաղաքացիների թիվը այս պահին ավելին է, քան մենք ուղիղ կես միլիոն ընդդիմադիր քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը չէր օրեր առաջ ասում, եթե շուրջ 340 կամ 350 հազար մարդ դուրս գա եւ իմ հրաժարականը պահանջի, ես կգնամ։ Ապա ես ուղիղ հիմա տեսախցիկների արչեւ ասում եմ, շուրջ կես միլիոն քաղաքացի, անկախ նրանից փողոցում թե ընտրատեղամասում, քեզ մերժել է։ Քո քաղաքականությունը մերժել է, քո կառավարության գործելավոճը եւ գործելակերպը մերժել է։ Հիմա դու հրաժարական կտաս եւ կհեռանաս այդ պաշտոնից, ինչը ես չեմ համարում այս բան իրատեսական, որովհետև դու քեզանից երբ որ դու քո խոսքդ ասում ես, հետո քեզ ասում են դու ես բանն ես ասել, դե հիմա իրականացրու, ինչպես Արցախի հարցում դու ասեցիր այլ բան, բայց կատարեցիր մեկ այլ բան, հիմա ակնհայտ է, որ նորից նույնն է։ Դու ոչ հրաժարական ես տալու քո կամքով, ոչ հեռանալու ես։ Դրա համար հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ եւս մեկ անգամ ստապ դատենք իրավիճակը, պահպանենք լրջությունը։ Հիմա սա այն պահը չէ, որ մեկս մյուսի վրա ցեղ շպրտենք, մեկս մյուսին անտեղի վիրավորենք, չգիտեմ։ Մենք մեր հաղթանակը մեր ձեռքում է։ Հիմա մեր հաղթանակը մեր ձեռքում է եւ այդ ընտրատեղամասերի արդյունքները վկայում են հենց դրա մասին։ Որովհետև մենք դեռ հələ 88 ընտրատեղամասում ենք այդ վերահաշվարկում։ Եթե մենք 2005 ընտրատեղամասում կատարենք, մենք ավելի շատ ձայն կհավաքենք, քան քաղաքպայմանագիրը։ Այսօր որ իրանք հայտարարում են մենք միանձնյա կձևավորենք կառավարություն, Բարգավաճ Հայաստանի առաջնորդին քրեական գործերով, այսպես գործեր են կարում, որպեսզի իրենց սև գործը առաջ տանեն։ Դուք գիտեք ժողովուրդ, քաղաքացիական պայմանագիրը ընդամենը 61 մանդատ ունի այս պայծրությամբ։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում։ Իսկ այդ 61 մանդատով նա ոչ կարող է գլխավոր դատախազ նշանակել, ոչ կարող է ուրեմն սահմանադրական դատարանի դատավորներ նշանակել, չի կարող անգամ սահմանադրական փոփոխություններ անել, սահմանադրությունը դնի հանրաքվեի։ Իսկ դրա համար այս իրավիճակը ինչի համար է ստեղծվել, ինչի համար է Գագիկ Ծառուկյանին ձերբակալել, որ իր սև գործն առաջ տանի։ Ես ձեզ ասեմ, որ այստեղ շատ լուրջ է իրավիճակը, որովհետև եթե մենք վերցնում ենք գլոբալ իրավիճակը, իրանք զգում են այդ, որ հող իրենց ոտքերի տակից փախչում է։ Իսկ դրա համար իրանց դեմքը այդ օրը ամսի 7-ի գիշերը այն դեմքը չէր, որ իրենք շռնդալից հաղթանակ էին տոնում։ Ասեմ ձեզ, դուք տեսել եք նաև իրենց լսել եք խոսելավոճը, նա հաղթանակի մասին չէր, որովհետև ընդամենը ստապ դատողություն ունեցող, մտածելակերպ ունեցող քաղաքացին կմտածի, որ սրանք պակասավոր են, դեռ ընտրությունները չավարտված, արդյունքները չամփոփված, իրենք իրենց հաղթանակի մասին են հայտարարում, ոնց հասկանանք դա։ Դա չի կարող հաղթանակ լինել, քանի որ ընտրությունները չեն, անգամ ԵԱՀԿ դիտորդները արձանագրեցին, որ ընտրությունները անցել են տոտալ բռնաճնշումների, վախի մթնոլորտի, ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու, նախ ընտրությունները անցել են շատ անարդար, ասեմ ձեզ հարգելի քաղաքացիներ, որտեվ ընդդիմադիր լիդերներից մեկը, պարոն Սամվել Կարապետյանը, նա տնային կալանքից քարոզարշավ իրականացած, ինչի անարդար է։ Տեսեք, դա բոլոր արդեն Մոսկվան անգամ արձանագրել է դա, որ տոտալ բռնաճնշումներով է մարդը ուզուրպացնում այդ իշխանությունը։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, ուզում եմ արձանագրել մեկ փաստ, որ որքան էլ հարգելի հայրենակիցներ չհավատաք սրա սուտ խոստումներին, սա կառավարություն չի, իսկ ինքնահռչակ կառավարություն որևիցե երկրում ես չեմ տեսել, որ ինչ որ մեկը վեր կենա, ընտրությունները հələ արդյունքները չամփոփվի, ինքը իրան հռչակի արդեն Հայաստանի վարչապետ կամ ինչ որ երկրի վարչապետ, հա այդպես լինի, ցանկացած մարդ կարող է լինի ստեի վարչապետ, այդ ու Մոզամբիկից կարող են գալ իրենց հռչակել վարչապետ, Աֆրիկայից կարող են գալ, բայց հարգելի հայրենակիցներ, իրավիճակը ավելի
ի օգուտ մեր ընդդիմադիրների ավելի բարձր ռեյտինգ ունեն, քան այդ իրենք որ հայտարարել են։ Մենք ընտրատեղամասերից այս պահին այդ ձայների վերահաշվարկի արդյունքում մենք հետ ենք բերում մեր ձայները, մենք դիմում ենք սահմանադրական դատարան, որպեսզի ընտրությունների արդյունքները վիճարկվի։ Ճիշտ է, մենք բոլորս էլ գիտենք, որ այդ դատավորները Նիկոլի դրածոներն են, Նիկոլի ժամանակ արդարություն եւ արդարադատություն, ես ինքս դժվաց քաղաքացի եմ Նիկոլի ժամանակ եւ չեմ ակնկալում որևիցե չգիտեմ որևիցե ինչ որ մի բան։ Սակայն Հայաստան Դաշինքը 3 մամլո ասուլիսով պարոն Իշխան Սաղաթելյան հայտարարեց, որ ծանրակշիռ փաստերով դիմելու են սահմանադրական դատարան, ինչը տեսեք, մարդիկ ուրեմն ունեն ապացույցներ, որ այդ ու բոլորս տեսակ ես տեսագրությունը ձեզ ցույց տվեցի, այդ մեր ընդդիմադիր քաղաքացիներ ձեզ եմ դիմում, տեսակ հիմա մեր ձայները ինչպես են փոշիացվում, եւ որոնք էլ որ չկարողացան այդ ընթացքում փոշիացնեն, վերացնեն, այդ հարցը լուծել, իրանք այդ հարցը փորձեցին թվերը նկարելով հարցը լուծել, այսինքն այդ թվերը որ նկարած, այնք չի համապատասխանում որևիցե իրականությանը, որևիցե այդ գործընթացների, այսինքն հստակ եկեք պատկերը արձանագրենք։ Այս պահի դրությամբ ընդդիմադիր 3 առաջնորդները առաջատար են քաղ պայմանագիր կուսակցությունից։ Դա հստակ արձանագրված փաստ է, դա ես չեմ ասում, դա արձանագրումներն են ասում։ Իսկ ինչ ձեզ կփորձեն հրամցնել, թե ասել դե ընդդիմադիր գործիչները, ես լսում եմ հայտարարում են դե փողով են մարդկանց բերել եւ այլն, չկա նման բան, հարգելի քաղաքացիներ, գոյություն չունի, քանզի այդ ամեն ինչը իրենք ասում են ձեր մեջ հուսալքությունը, հիասթափությունը ավելի խորացնելու համար։ Ես ուզում եմ նաեւ արձանագրել այն հանգամանքը, որ պատահական երեք ես համացանցով տեսա ոստիկանության գվարդիան բերվելա համար 1 պատրաստվածության, այսինքն ինչ է նշանակում, բա եթե դու արդար ընտրված իշխանություն ես, ումից ես, ինչից ես վախենում, ինչ մտահոգություն ունես, այսինքն դու մտածում ես, որ իշխանությունը արդեն կորցնում ես, ասեմ քեզ իմանաս, Նիկոլ, դու արդեն չունես իշխանություն, դու չես տիրապետում իրավիճակին, եւ քո այդ ես կուզեի բժշկական տերմինոլոգիայով ասել, բայց ցավոք սրտի եթերային տաղավարից ես չեմ ուզում այդ բանը անունը հնչեցնել, դու արդեն այդ հոգեվիճակի, կանացի հոգեվիճակի մեջ ես եւ դու չունես փախչելու տեղ չունես ընդհանրապես։ Դու պետք է համակերպվես այն մտքի հետ, որ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Պետք է համակերպես այն մտքի հետ, որ պարոն Գագիկ Ծառուկյանն են առաջնորդելու երկիրը եւ պարոն Ռոբերտ Քոչարյանը։ Գնալու տեղ չունես, ամփոփենք։ Շնորհակալ եմ։